Վրաստանի հոգևոր կենտրոն համարվող Մցխեթայի Սվետից Խովելի մայր տաճարը դարձավ համայն վրաց նոր կաթողիկոս պատրիարքի հանդիսավոր գահակալության վայրը։ Հենց այս տաճարում էր գրեթե կես դար առաջ 1977 թվականին գահակալվել նաև Իլյա II-ը։ Այս փոքր, սակայն Վրաստանի հոգևոր կենտրոն համարվող քաղաքը վաղ առավոտից մարդաշատ էր։ Հազարավոր քաղաքացիներ էին ժամանել ներկա գտնվելու պատմական իրադարձությանը։ Հանդիսավոր արարողության ընթացքում Շիո III-ին հանձնվեցին պատրիարքական իշխանության խորհրդանիշները, թագ խույրը, գլխազարդը, խաչը եւ գավազանը։ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում նախորդին վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում ընտրվեց Վրաստանի 142-րդ պատրիարքը։ Երեք թեկնածուներից առավելագույն ձայներ ստացավ պատրիարքական գահի տեղապահ Սենակիի եւ Չխորոտսկուի միտրոպոլիտ Շիո Մուջիրին։ Նրան դեռ 2017-ին էր Իլյա II-ը առողջական վիճակի վատթարացումից հետո նշանակել պատրիարքի տեղապահ, փաստացի փոխանցելով եկեղեցու կառավարումը։ Ընտրվելով համայն վրաց կաթողիկոս պատրիարքի պաշտոնում Շիո III-ն իր առաջին ելույթում հայտարարեց, որ ընդունում է այս ծառայությունը հնազանդությամբ, Աստծո ողորմությամբ եւ վստահությամբ։ Աքսիոս արժանի է բացականչություններով ու ծափահարություններով ընդունվեց նոր պատրիարքի ընտրությունը Թբիլիսիի մայր տաճարի զանգերի ղողանջների ներքո։ Շնորհավորելով համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի ընտրության առիթով երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շեշտեց. Այսօր մեր ազգային եւ հոգեվոր կյանքում բացվում է նոր պատմական էջ։ Վրաց Սուրբ Առաքելական ինքնակեֆալ ուղղափառ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Շնորհավորում եմ ողջ Վրաստանին կաթողիկոս պատրիարքի ընտրության կապակցությամբ։ Վրաց նոր պատրիարքի ընտրությունը ոչ միայն եկեղեցական իրադարձություն է, այլև քաղաքականապես նշանակալի պահ երկրի համար։ Վերլուծաբանների գնահատականները տարբեր են։ Նորընտիր պատրիարքին մի մասը դիտարկում է որպես կայունության խորհրդանիշ եւ Իլյա II-ի քաղաքականության շարունակող, մյուսները սակայն ուշադրություն են հրավիրում նրա ռուսաստանյան կապերի եւ Մոսկվայում ծառայության փորձի վրա, այս ընտրությունը դիտարկելով որպես վրաց ուղղափառ եկեղեցու վրա Մոսկվայի ազդեցության ուժեղացման հնարավոր ազդանշան։ Թե ինչ ուղի կընտրի Վրաստանի նոր պատրիարքը թերևս ցույց կտա ժամանակը։ Հիշեցնեմ, շուրջ կեսդարյա գահակալությունից հետո վրաց եկեղեցու նոր առաջնորդն ընտրվեց Իլյա II-ի մահից 55 օր անց։ Իլյա II-ը ժամանակակից Վրաստանի պատմության ամենահարգված եւ ազդեցիկ դեմքերից էր։ Խորհրդային տարիներին դառնալով պատրիարք նա դարձավ հեղինակություն, որի խոսքը լսում էին քաղաքական գործիչները եւ որին վստահում էր հասարակությունը քաղաքական ճգնաժամերի ու վերափոխումների շրջանում։ Եվ հիմա Վրաստանը թևակողում է հոգևոր եւ քաղաքական նոր փուլ։ Գիտա Իլբեկյան, Ռադիոլուր, Թբիլիսի։